ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի սցենարով աղմկահարույց ցեղասպանության թեմայով ֆիլմը, որն արգելվեց 2015 թվականին ցուցադրել, էկրան կբարձրանա այս ապրիլին, դեռևս փակ դիտումներ են ընթանում։ Մեր հայ ազգի պարտավորությունն է հիշեցնել մարդկությանը, որ ոչ թե մեր հանդեպ, այլ մարդկության հանդեպ կատարվել է նման տեսակի չարիք։ Հիշողություն ֆիլմում ներկայացվում է Արևմտյան Հայաստանի Արտամետ գյուղի պատմությունը, որի բնակիչներից միայն շատ քչերին է հաջողվել փրկվել ցեղասպանությունից։ Ֆիլմի նկարահանումները տևել են մոտ 2 տարի։ Շատ դերեր, որ խաղացել եմ կամ ինչ-որ ներկայացումներում երևացել եմ, երևի կարևորներից կարևորներ։ Արսենը չի բացառում, որ ֆիլմն անթերի չէ, սակայն համարում է կարևոր ներդրում հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Իհարկե կան նաև կիքսեր եւ թե ռեժիսորական, եթե վերցնենք, թե սցենարային, որովհետև կարող են լինեն մարդիկ, ովքեր չհամաձայնվեն։ Ամեն դեպքում որպես քաղաքացի պրոդյուսերը Հակոբ Հակոբյանը փորձել է իր պարտքը կատարի, ոնց որ ամեն մեկս։ Մենք չենք համեմատվում Մել Գիբսոնի հետ, որ Հիսուսը նկարեց, հարցրեցին ինչի, ասեց որպեսզի բոլորը հասկանան, որպեսզի բոլորը իմանան, թե ինչքան դաժան է եղել։ Ֆիլմը ստեղծելիս առաջնահերթ նպատակ է եղել մի գյուղի պատմությամբ ներկայացնել ցեղասպանված մի ամբողջ ազգի պատմությունը։ Շատ դեպքերում ես լսել, որ նույնիսկ ավարտել եմ Հայաստան, նայել եմ դեմքից եվրոպացիները իմացան, թե դա ինչ-որ սալաթի կամ ինչ-որ պիցցայի տեսակ է։ Մեզ պետք է բարձրացնել աշխարհում մեկ, որ գոյություն ունի sense ազգ, կա sense պետություն, եւ այս ոչինն է կատարվել։ Ներկայումս բանակցություններ են ընթանում Թուրքիայում բնակվող հայ, քուրդ, նաեւ հենց թուրք մտավորականների ու հասարակական գործիչների հետ այնտեղ ցուցադրություն կազմակերպելու նպատակով։ Թուրք ժողովուրդը ինքը իր մաշկի վրա մի պահ հասկանա, թե ինչ են իր պապերն արել։ Ֆիլմի ստեղծողները Թուրքիայից բացի նախատեսում են հիշողությունը ցուցադրել նաեւ աշխարհի այլ երկրներում։